Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, այո, մենք անցում ենք կատարել դեպի սպորտ։ Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունն իսկական հաղթական տոն դարձավ Հայաստանի համար։ Հայաստանի մեծահասակների հավաքականը նվաճել է 11 մեդալ, որից 5-ը ոսկե մեդալ։ Եվս մեկ անգամ մեր մարզիկները պատվով բարձրացրին եռագույնն ապացուցելով, որ ավանդական կարատեն մեր երկրում ոչ միայն մարզաձև է, այլև հոգեբանություն, դաստիարակություն եւ ազգային հպարտություն։ Այս եւ կարևոր այլ հաղթանակների եւ թեմաների մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ, ովքեր տաղավարում։ Ես սիրով ներկայացնում մեր հյուրերին, տաղավարում են Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Մանկապատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը, բարի լույս։ Մարզիչ ու միջազգային կարգի մրցավար Ռաֆայել Հովեյանը, բարի առավոտ։ Եվ աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ շնորհավորում ենք այսպիսի հաղթարշավ գրանցելու կապակցությամբ։ Ինչ վիճակ է այս պահին ֆեդերացիայում, ինչպիսի գործունեություն է, ինչ առաջիկայում պլաններ կա, որ սպասվում է տարեմուտին։ Նախ շնորհակալություն, որ հրավերքի համար։ Սիրով։ Կներկայացնեմ, որ ինչպես նշեցիք, վերադարձանք մենք մրցաշարից։ Ես կասեմ, որ այս անգամ մեր մոտ շատ լավ ստացվեց, հատկապես մեծահասակները բարձր արդյունքներ ցույց տվեցին։ Կարելի ասել ամեն տարիքում մենք ունեցանք հաղթողներ։ Եվ հիմնը հնչելով դա մեծ ասենք պարծանք էր մեր հայ ժողովրդի համար, որ 15 պետություններ մասնակցում ցալու մրցաշարին եւ հիմնը հնչում էր։ Եվ մենք ներկայանում ենք 36 մարզիկներով, որը կան երկրներ 100-ից հոգի մարզիկներ ներկայանում տարբեր ձևերից, իսկ մեր երկիրը ունի 36 մարզիկներ, ընդհանուր նաև թիմային հաշվարկով մենք գրավեցինք 3-րդ տեղը, որը շատ էլի մեծ գնահատական համարում, իհարկե։ Իսկ մնացած մարզիկները, նաև մարզիչները, նաև ասեն Նարեկը ինքը որպես նաև մարզիկ եւ նաև մարզիչ, ինքը կներկայացնի ավելի հստակ մրցակցությունից, իսկ այնուհետև ես կներկայացնեմ նաև հետագա մեր ծրագրերը, մոտակա վաղ մենք ունենք իհարկե նաև ունենք մրցաշար, միջազգային ISA 5-րդ գավաթի առաջնությունն, որը Ուզբեկստանում է, այս ամսի 19-ին մենք գնալու ենք մրցաշարին, մեկնել ենք Ուզբեկստան, եւ նաեւ կուզենայի այս տարի նաեւ ձեռք բերում եղավ նաեւ ոչ թե իմ անձյան, այլ նաեւ մեր Հայաստանի, մեր հայ ժողովրդի, նաեւ մեր ֆեդերացիայի համար ինձ պարգևեցի նաեւ միջազգային ֆեդերացիայի տեխնիկական խորհրդի անդամ։ Դա մեծ իրոք նվաճում է։ Շնորհավորում ենք։ Շնորհակալություն, ինչպես նաեւ ես ISA ֆեդերացիայի խորհրդի անդամ եմ։ Այսինքն մրցաշարերը, որ ISA-ում կազմակերպվում են, առանց իմ գիտակցության, առանց իմ բանի տեղի չունենա։ Եվ ներկայության եւ նաեւ ներկայացան եւ մեր մարզիկները ներկայանալ ենք, այո, այս անգամ մենք ներկայանալ ենք 10 մարզիկներով, որը նաեւ սենսեյ Նարեկն նույնպես կմասնակցի։ Վերադառնանք, հուսանք, որ էլի մեծ արդյունքներով։ Իսկ մենք կսպասենք անպայման, որպեսզի տեղյակ պահենք եւ տոնենք, ինչու ոչ նաեւ այս հաղթանակները։ Նարեկ, ձեզ պիտի խնդրենք մի փոքր ներկայացնեք առաջնության մասին, ինչպես էր դա ընթանում, ովքեր էին ձեր մրցակիցները, ինչպիսի զգացողություններով եք եկել։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, արդեն սենսեյը նշեց, որ 15 պետություններից մասնակցում են 800 մարզիկներ։ Ամեն տարի լինում է, մեկ տարի լինում է Եվրոպայի առաջնություն, մեկ տարի լինում է աշխարհի առաջնություն։ Մենք անցած տարի դարձանք աշխարհի չեմպիոններ, ես թիմային կատամրցաձևով էի մասնակցում Հովհաննես Հակոբյանի եւ Արտուր Ոսկանյանի հետ։ Այսինքն գործող աշխարհի չեմպիոններն ենք եւ պարտավոր ենք Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գալ։ Չնայած կարող եմ ասել շատ բարդ եղավ, 0.3 միավորով կարողացանք հաղթել մեր հիմնական հակառակորդներին, ռումինացիներին։ Մինչ այդ նաև հաղթել էինք Պորտուգալիայի մրցակցին, Իտալիայի մրցակցին եւ Լեհաստանի հավաքական թիմին։ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները հեշտ չեն լինում, քանի որ ամեն մի տարիքային խմբում եւ կատեգորիայում հնարավորություն ունեն 3 մարզիկներ մասնակցեն, այսինքն տվյալ երկրի լավագույն 3 մարզիկները եւ ոչ ավել, այդ իսկ պատճառով դժվարություններ միշտ են լինում, բայց մենք ունեցել ենք լավ հավաքական մարզումներ, հավաքականի մարզումներ, շաբաթական 3 անգամ 3-ից 4 ժամ տևողությամբ, սենսեյ Սուրենի գլխավորությամբ, եւ մենք չենք պատրաստվում վերջին 2-3 ամիս, այլ պատրաստվում ենք ամեն տարի եւ մշտապես միշտ
մարզումների մեջ ենք, մինչ այդ էլ Հունաստանում ենք շատ լավ հաղթել Եվրոպայի գավաթի առաջնությանը, այնպես որ միշտ մարզումների process-ի մեջ ենք, դա համար շատ լավ ստացվեց։ Շատ անգամ դարձաք Եվրոպայի չեմպիոն։ Այս ցարշարից հետո, ճիշտ է։ Այո։ Հետաքրքիր է ինչպիսի տրամադրվածություն է պահանջում եւ ինչպիսի մոտիվացիա է պետք։ Նախ դուք ինչպես եք պահպանում հարատև այս ձեր տրամադրվածությունն ու մոտիվացիան, որ փաստորեն արդյունքում այսպիսի հաղթանակներ են լինում։ Նախ ասեմ, որ արդեն 37 տարեկան եմ եւ մարում է դեպի գնում, չի երևում, դա ավանդական կարատեի գաղտնիքն է, որ չի երևում եւ իսկ մոտիվացիան երևի մարզիչներն են, ընտանիքը, ընկերները, որ միգուցե ամեն տարի որոշում են, որ սա վերջինը կլինի, բայց իրենք թույլ չեն տալի եւ մարզավիճակը դեռևս լավ բավարարում է այդ իսկ պատճառով, բայց արդեն երիտասարդների գալու շրջանն է եւ Իսկ որևէ հստակ տարիք կա, որից այլևս հնարավոր չի մասնակցել։ Հստակ տարիք չկա, ուղղակի երբ որ երիտասարդները գալիս են եւ սահմանափակում կա արդեն կատեգորիաներում, թե որտեղ կարող ես մասնակցել, աստիճանաբար այո պետք է տալ երիտասարդներին, որովհետեւ իրենք էլ նույն ճանապարհը պետք է անցնեն, ոնց որ ես եմ անցել 15 տարի առաջ, Եվ որը որ պետք է նարեկ, կարծում եմ, որ նաև շատ կարևոր է սերնդափոխությունն էլ պետք է առողջ լինի, ինձ թվում է դուք ավելի կհամաձայնեք ինձ հետ։ Այո, ճիշտ է, մենք ինչպես ասած Նարեկը, մենք տեղ տալիս ենք, ինչպես շեշտվեց 14-15 տարեկան, 16, 17, 18, 20, 21 տարեկան բոլոր տարիքային մենք ունեցանք հաղթողներ, այսինքն դա նշանակում է սերունդը գալով Որը կպատմի, որ մանկապատանեկան թիմը 7 ոսկե մեդալ է բերել Հայաստան, եթե չեմ սխալվում, Գոր, ինչպիսի վիճակ է մանկապատանեկան արդեն ավելի երիտասարդ սերնդի միջև։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար եւ երկրորդը Սենսեյ Սուրեն Մաթեոսյանին, կրկին հավաքական եղեկը միջև 14 տարեկան հավաքական եղեկը ինձ վստահելու համար։ Ուրեմն երեխաների մասով ասեմ, որ 5-րդ առաջնություններ տեղ ունենում գավաթի, գրավեցինք 6 առաջին տեղ, 2 երկրորդ տեղ եւ 4 երրորդ տեղ։ Փոքրի առումով կարամ ասեմ, որ այս տարի ավելի շատ բարդ էր, որովհետեւ մասնակիցները շատ էին, միջև այդ քանի որ տեղեր ունեցել ոնց որ 1-ից 4 կներեք առաջնությունները Դրա համար կամաց-կամաց ոնց որ երեխաները շատանում են եւ տարեստարի ինձ թվում է բարթանում է եւ դրա համար մեր համար բարդ էր այս տարի, չնայած էլի Փառք Աստծո թիմային հաշվարկով զբաղեցրին երրորդ հորիզոնականը, որը ինչպես պարոն Մաթեոսյանն է ասում, շատ լավ ցուցանիշ է։ Բայց որպես այդպեսին բարձր մակարդակը, չէ՞, եւ ընդհանրապես թիմը ընկալվելը միջազգային հարթակներում շատ կարեւոր է։ Ինձ հետաքրքիր է նախ դուք հաճախ հանդես եք գալիս նաեւ որպես մրցավարի դերում, եթե չեմ սխալվում։ Հետաքրքիր է ինչպես է կարգի մրցավար Գորը եւ Սենսեյ Ռաֆայելը նրանք մասնակցում են ամեն տարի, դա մեծ նշանակություն է, որտեղ մեր թիմը ունենալով միջազգային կարգի մրցավարներ, դա մեծ հաղթանակ է։ Իհարկե։ Եվ ինչպես է հայկական թիմը ընկալվում տարբեր միջազգային մրցաշարերում, հա, որպես այդպեսին բարոյական, տեխնիկական, շնորհակալություն հարցի համար։ Ես միշտ հպարտորեն ներկայացրեմ մեր մարզիկները, միշտ լավ են հանդես եկել եւ հետո ժողովների ընթացքում միշտ մեր հայ մարզիկների վարքը քննարկվել է շատ բարձր մակարդակով հայ մարզիկները հստակ գիտեն իրանց անելիքը գորգի վրա եւ շատ լավ հանդես են գալի ես որպես մրցավար միշտ հպարտացել եմ եւ ընթացքում երբ որ նայում եմ մյուս մրցավարների հայացքները որսում եմ զգում եմ որ մեր մարզիկների հանդեպ մեծ ուշադրություն կա դե իրենց պահել գիտեն պրոֆեսիոնալիզմը դրանում վարկը շատ լավ է եւ հանդես են գալի բարձր մակարդակի Գոր, ես պիտի ձեզ խնդրեմ մի փոքր մեզ համար ավելի պարզաբանեք ինչ է նշանակում ավանդական կարատե, հենց որովհետև մենք կարատեի տարբեր տեսակների հստակեցրեք մի փոքր մեզ համար շատ հակիրճ։ Սկզբանը երբ ի հայտ է եկել կարատեն, կարելի ասել նույն այդ իր ավանդույթները արդեն բառը իրենով ասում ավանդույթները պահպանելով եկել է հասել է մեզ եւ որպիսի քանի որ ինչպես դուք նշեցիք տարբեր ոճեր են ի հայտ եկել կամաց-կամաց եւ որպիսի
բարձ լինի թե որն է իրականում ավանդական կարատեի շարունակողը եւ ֆեդերացիան միջազգային ֆեդերացիոն որոշեցին, որ հենց ավանդական բառը շեշտվի, որ մարդիկ տարբերեն եւ հասկանան, թե որն է ավանդական կարատեն։ Այո, արդեն մեզ համար ավելի հասկանալի է, հատկապես ինձ համար, որ ես մի փոքր բարձրաբանեցի։ Ավանդական կարատեում նաեւ կա 7 մրցաձևեր, որը կարելի ասել մենակ ավանդական կարատեում է կատա, դա մեր կոմիտե, թիմային կատա, թիմային կոմիտե, բուկոկու եւ Էմբու մրցաձևերը, դրանք տարբեր ձևեր են, մարզիկներ, որ մասնակցում են։ Ինչի ասում, շատ երկրներից շատ մարզիկներ են մասնակցում, կարծում եմ իրենց մոտ շատ է քանակը, ավելի շատ, իրանք ամեն մի մրցաձևից 2 կամ 1 մարզիկ են։ Իսկ Հայաստանը, որ փոքր են, քիչ են, մարզիկով դա Սենսեյ Նարեկը եղել է մասնակցել 3-4 մրցաձևերից մասնակցել է։ Դա բարդ է, իրոք շատ բարդ է։ Կատարի կատա, կոմիտե, մի քիչ կասենք կռվելով, ասենք այդ կռվի տեխնիկան, կոմիտե որ ասում ենք, մի քիչ բարդ է, ասենք նաև վնասված տանա, հաջորդ մրցաձևը մի քիչ ավելի կարող է վատ մասնակցել։ Դրա համար ավանդական կարատեն մի քիչ հարուստ է իր մրցաձևերով։ Այսօր որ նայում ենք այս սերնդին, կա ըստ ձեզ մարզիկ, որպես այդպեսին, որի մեջ արդեն տեսնում եք աշխարհի չեմպիոնի պոտենցիալ։ Դե, ասենց ասեմ, Սենսեյ Նարեկը մենք խոսում ենք դե Նարեկի պարզ է, Նարեկը մեզ մոտ նախ հավատարիմ հյուր է, որպես այդպեսին, պատկերացրեք, թե ինչքան ենք խոսում Նարեկի հաղթանակներից եւ հաջողություններից, բայց եթե խոսում ենք ավագ ներողություն, կրտսեր սերնդի մասին, համեցեք ես ասեմ, քանի որ նաեւ ինչպես նշվեց Սենսեյ Նարեկը նաեւ գործող մարզիչ է, իր դպրոցներում Պարկասով պատրաստում են այնպիսի երեխաներ, որը որ նաև այս մրցաշարում երեխաները ցույց տվեցին այնպիսի արդյունքներ, որ ինձ որպես միջև 14 տարեկանների հավաքականի մարզիչ թույլ է տալիս մտածել, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է։ Այո։ Ինչպես նաև Սենսեյ Սուրեն Մաթևոսյանի հենց կենտրոնական դալեջը, եւ եթե մենք այս անգամվա աշխարհի Եվրոպայի չեմպիոնների անունները տանք, եթե կարելի է, սա կլինի իմ կարծիքով հետագայում նաև իրեն կարող են աշխարհի չեմպիոններ դառնալ։ 14-15 տարեկաններում հաղթեցին Զավեն Խաչատրյանն ու Արտուր Թունյանը, Եվրոպայի չեմպիոններ դարձան 16-17 տարեքային խմբում Կոջամանյան Դավիթը եւ Շահեն Արաքելյանը, 18-20 տարեքային խմբում արդեն աշխարհի չեմպիոն, բայց 18-ից 20 տարեքային խմբում ոչ թե մեծահասակների մեջ Մարատ Հարությունյանը, իսկ 21 տարեկան բարձր Եվրոպայի չեմպիոններ դարձան Արտուր Ոսկանյանը, Հովանես Հակոբյանը եւ Էրիկ Հովսեփյանը։ Բրավո, ծափեր բոլորին իսկապես, այսպեսի հրաշալի հաղթանակներ գրանցելու համար։ Ահա, դուք ձեր հովանու ներքո ունեք սաներ, դուք եւս Սենսեյ մարզումներ եք իրականացնում, ինձ օրինակ հետաքրքիր է, վստահ եմ, որ սպորտաձևերի մեջ երբեմն լինում է մարզիկի մոտ ժամանակաշրջան, որ ասում է, «Էլ չեմ կարողանում, վերջ փակում մեսեջը»։ Ինչն է ձեզ առաջ մղում, ու ես կուզեմ, այո, բոլորդ պատասխանեք այս հարցերին, ինչն է ձեզ հենց մղում, որովհետև դուք ունեք ձեռքի տակ երիտասարդներ, ովքեր այդ ճանապարհին են, որոնք պիտի հասնեն Եվրոպա դեպի աշխարհի առաջնություն եւ այլն։ Ամենակարևոր բանը ավանդական կարատեում դա կարգապահությունն է։ Եթե չլինի կարգապահություն, ասում եմ, դու ուզում ես թե չես ուզում, դու դա պետք է անես։ Եթե դու կարգապահ չեղար, դու չես հասնի ոչ մի հաջողության։ Եվ ավանդական կարատեն ինչով է նաև տարբերվում այլ կարատեի ձևերից, որովհետև ինքը մեդալների եւ դիպլոմների համար պայքար չի, այլ ավանդական կարատեն ինքը մարդու ինքնակատարելագործումն է, թե բնավորության գծերի, թե ֆիզիկական, թե տեխնիկական, իսկ դա դրվում է հենց սերնդեսերունդ, հա, ես սովորել եմ իմ սենսեյից, Սենսեյ Սուրենից, եւ ես սովորացնում եմ նույնը իմ մարզիկներին։ Այնպես որ ամենակարևոր հատկությունը եւ գաղտնիքը կայանում է կարգապահության մեջ, որը պետք է լինի բոլոր մարզիկների մեջ, իսկ մարզիչը ստիպում է մարզիկին լինել կարգապահ եւ շատ դեպքերում հենց հաջողվում է։ Ռաֆայել, ահա, ես ճիշտ ասած ուզում եի այլ կարծիքել լսել, հստակ որ այո, մոտիվացիաները տարբեր են։ Այս հաղթանակներն էլ, այս լուսաբանումներն էլ ամեն ինչը երբ որ տեսնում են, ուզում են մարզիկներին հեշտ է պահել, ձգտել։
Եղավ, Մոտիվացիան շատ է։ Այո։ Մոտիվացիաները իսկապես տարբեր են, բայց նաև կարատեն ինքը որպես սպորտ մեծ փիլիսոփայություն եւ մշակույթ ունի իր մեջ, դա այո ինքնաճանաչողության եւ ինքնակրթության, ինքնակատարելագործման մասին է։ Մենք շնորհավորում ենք եւս մեկ անգամ ու շնորհակալ ենք ձեզ հյուրընկալելու մեր մոտ տաղավար ու մաղթում ենք հաջողություններ արդեն ասիական մրցաշարում Ուզբեկստանում տեղի ունեցող մրցումների մասով եւ կսպասենք ձեզ մեր տաղավարում, որպեսզի խոսենք արդեն այդ հաղթանակների մասին։ Ինչ լավ է, որ այսպեսի բարձր պրոֆեսիոնալիզմ եւ տրամադրվածություն է մեր սպորտսմենների ընդհանրապես, թող բոլոր դրսևորումներում, բոլոր ասպարեզներում այսպեսի տրամադրվածություն լինի, երկիրը կծաղկի։ Եվ ձեր հաղթանակը նաև մեր հաղթանակն է։ Շնորհակալություն ձեզ։